Պարոն Հապետյան, արդյոք պետական մակարդակով կոռուպցիայի մասին չի խոսում այն հանգամանքը, որ պարգևավճարներ են սահմանվում արդեն պետական օրինական ճանապարհով, այս մասին, օրինակ, օրերս փորձագիտական շրջանակները հայտարարեցին, որ կա կոռուպցիա, այն ավելին բարձրագույն կոռուպցիա բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում, նկատի ունենալով բաժանված շատ բարձր պարգևավճարներ։ Դուք այստեղ կոռուպցիոն ռիսկեր տեսնում եք, թե սա Եվ դուք ստացել եք այդ պարգևավճարները։ Եվ ինչքան եք ստացել, եթե ստացել եք։ Ես հարցին պատասխանելով ասեմ, որ պարգևավճարների հետ կապված բազմաթիվ անգամներ պարզաբանումներ տրվել են, թվում նաև վարչապետ, խնդրում եմ մի ընդհատեք, ես խոսքը իմ տրված պարզաբանման մասին չի, ես նշում եմ, որ պարզաբանումներ տրվել են, այդ թվում նաև քաղաքական իշխանության ղեկավարության կողմից, ես որպես իրավաբան ես կարող եմ ասել, որ մենք կոռուպցիա հասկացությունը գնահատում ենք քրեական օրենսգրքի համապատասխան հավելված 1-ով, որտեղ նշված են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, հոդվածները։ Եվ ձեր նկարագրած իրավիճակում, երբ որ աշխատողին կառույցը պարգևավճար է տալիս, որևէ հոդվածի մեկնաբանման տիրույթում չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա քրեական օրենսգրքի։ Բայց խնդրահարույց չէ նման բարձր պարգևավճար բյուջեից դուրս գրել պաշտոնյաներին, այդ դեպքում նաև խնդրահարույց է, որ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին է շատ բարձր լինում։ Օրինակ բաժինների, ավագ մասնագետների բավականին ցածր պարգևավճար։ Այստեղ կոռուպցիա չկա, այսինքն ինչպես է բաժանվում այդ պարգևավճարները։ Ես բաժանման հետ կապված կարող եմ ասել, որ կա համապատասխան կարգ, կառավարության որոշմամբ սահմանված, ըստ կարգի, ըստ կատորողականի պարգևավճարները բաժանվել են։ Հետևաբար այդ ամենը կարգավորված, իրավական ակտով կարգավորված process է եղել, որտեղ որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ ես որպես իրավաբան չեմ տեսնում։ Կառույցը ինչքան է գնահատվել եւ դուք ինչքան պարգևավճար եք ստացել։ Մենք այդ որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված չենք, որպես առանձին մարմին եւ ես մասով որևէ բան Պարոն Հապետյան, ձեր ելույթին հետևելով ես հասկացա, որ